Բարեկալու Civilnet ինչ հարցազրույցին անցնել է, մենք խնդրում ենք ձեզ բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին, տարածել այս տեսանյութը սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև օգնել մեզ ձեր լայքերով եւ մեկնաբանություններով։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը։ Ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հրավեր ընդունելու համար։ Ես պլանավորել էի եւ այդպես եմ նաեւ շարունակում պլանավորել, որ ձեզ հետ պետք է խոսենք արտաքին քաղաքական թեմաների մասին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն թեմային կամ տհաճ միջադեպին, որ տեղի ունեցավ երեկ ազգային ժողովի պատգամավոր ձեր գործընկեր Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրողներից մեկի միջև դուք պարբերաբար հանդես եք եկել կանանց իրավունք եւ մինչեւ պատգամավոր լինելու եւ պատգամավոր լինելու ընթացքում, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներով բարձրաձայնել եք դրանք տարբեր հարթակներում։ Երբ լսեցիք այդ, բայց երևի տեսել եք այդ տեսանյութը, երբ լսեցիք այդ վիճաբանությունը կամ այդ խոսակցությունը, ինչ զգացիք եւ ինչու օրինակ խոսքի չգեմ, կին պատգամավորները, գոնե կին պատգամավորները հանդես չեկան դատապարտող հայտարարություններով։ Շատ լավ, ես իհարկե նկատել եմ, տեսել եմ միջադեպը եւ ուզում եմ մի այսպիսի տարբերակում անենք, եւ որ տեղի ունենում ինչ-որ միջադեպ, որի մասնակիցներն անմիջապես ոչ քաղաքական թիմից են, իհարկե այդտեղ հրապարակային գործիքակազմ ես ունեմ միայն, դիմելու որևէ մեկին կամ քննադատելու ինչ-որ միջավայրը, բայց երբ որ գործ ունենք ներթիմային անդամի, այսինքն քաղաքական մեծ թիմի անդամի հետ, այդ դեպքում մենք իհարկե ունենք այլ գործիքակազմ ներքին քննարկումներ, այլ միջոցներ, որով կարող ենք քննարկել ստեղծված իրավիճակը եւ լսել կողմին։ Պարոն Քոչարյանը հանրային էլ ասեց այս մասին, որ ինքն իր մեկնաբանությամբ ցիտել է սրբազանին, այսինքն այն նկատի ունենալով բառամթերքը, որը կիրառվում է խոսքը թե պարոն Բագրատ Սրբազանի պարագայում, թե պարոն Քոչարյանի արտաբերած արտահայտություն, որն ըստ էության կրկնօրինակում էր Սրբազանի խոսքերը, այնտեղ իհարկե արտահայտությունը մի փոքր խնդրահարույց է այն իմաստով, որ երկակի մեկնաբանության տեղ կարող է տալ եւ այլն, այսինքն ես երբ որ դա լսել եմ առաջին իսկ Սրբազանի ուրեմն շուրթերից, ինձ արդեն իսկ տհաճ է բավականին թվացել եւ կարծում եմ որ Տիկին Ջեբեջյանի նույնպես եւ երկու պարագայում էլ նրանք հավանաբար ոչ այդպես գենդերազգայուն բառերի նկատմամբ ոչ զգայուն լինելով, կիրառել են առանց յետին մտքի, ես այսպես եմ հասկացել իրավիճակը, բայց ես կարծում եմ որ առհասարակ մեր քաղաքական դաշտում խոսույթում արկա են արտահայտություններ, որոնք մարդիկ արտաբերում են առանց հասկանալու դա ինչպես կարող է ընկալվել։ Ես շատ հաճախ եմ լսել, որ վիրավորելու համար ասում են դու աղջիկ չես, կամ եթե օրինակ մեր ընդդիմադիր գործիչներից մեկն էր պատում, որ երբ նրան ուզում են լավ բան ասեն, ասում են դու պես է իրան պահում։ Այսինքն այս բառերը արկա են, արտահայտությունը մի շարք կա, որ արկա է, եւ դրանց հաղթահարելու ձևը բարբերաբար դրա մասին խոսելն է։ Կարծեմ մի ամսյակն էլ առիթ է, որովհետեւ մենք խորհրդանում դրան անդրադառնանք ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներով բարբերաբար այս մասին խոսենք։ Ես անկեղծ ասած հասկացել եմ եւ այսօր էլ հետեւեցի հանձնաժողովի նիստին, որ պարոն Քոչարյանը չարամտորեն չի օգտագործել արտահայտությունը լրացուցիչ քննարկում, եթե կարիք լինի, մենք ֆրակցիայում նույնպես կքննարկենք։ Իսկ կարծում եք, որ պարոն Քոչարյանի ասած այն խոսքերը այն մասին, որ ուղղակի նա ցիտել է Բագրատ Սրբազանին կամ որ դա հորդոր է եղել, որ խոսքը մաքուր լինի, այսպես ասած, բառերը մաքուր լինեն, դրանք ձեզ համար համոզիչ են։ Դե հիմա ես առիթ չունեմ պարոն Քոչարյանին չհավատալու, ինքնին նկարագրեց իր միտումները հանրային եւ ուրեմն այլ միջոցներով էլ։ Ես ենթադրում եմ, որ ինքը իսկապես կարծել է, որ Սրբազանի խոսքերը այսպես կարող է վերադարձնել կրկին Տիկին Ջեբեջյանի։ Լավ։ Տիկին Ղազարյան, թեպետ անցած շաբաթ խոսվեց նրա մասին, որ այսինքն հայտարարվեց պաշտոնապես, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, եւ կարծես ակնկալիք կար, որ հետագա խոսակցությունը պետք է գնար դրա ստորագրման ժամկետների վերաբերյալ, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պրես ռելիզային այսպես հակամարտության մեջ են գտնում, Ադրբեջանը պարբերաբար եւ ամեն օր գրեթե ասում, որ Հայաստանը խախտել է հրադադար ռեժիմը, Հայաստանը դա հերքում է եւ առաջարկելով հետաքննման մեխանիզմներ եւ այլ եւ այլ։
Ինչի մասին են Ադրբեջանի ըստ ձեզ իշխանությունը ինչ է կարծում, ինչ է քննարկում, ինչպես է վերլուծում, ինչի մասին են Ադրբեջանի այս հայտարարությունները, ցանկանում են վիճեցնել գործընթացը։ Կարող են տարբեր վերլուծություններ լինել եւ իհարկե ամենահաճախ հանդիպողը հենց դա է, որ խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց սա հայտարարությունների մակարդակում է ինչ որ մենք տեսնում ենք, իսկ իրականության մեջ այն է, որ 30 տարվա բարդ պատմություն ունեցող երկու պետությունները վերջին 1 տարվա ընթացքում աննախադեպ առաջընթաց են գրանցել եւ ես ուզում եմ մեր հանրության ուշադրությունը հրավիրել հենց այս փաստի վրա, որովհետեւ եկեք արձանագրենք, որ երկու պետություններ, որոնք անցել են հակամարտության միջոցով երկու պատերազմների, կոնֆլիկտի, կարողացել են մեկ սեղանի շուրջ երկուսով, ընդ որում շատ կարևոր շեշտադրում է առանց որևէ միջնորդի բանակցել երկու հիմնարար փաստաթղթեր, որոնք կառուցել են հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ առաջին պարագայում, եթե մենք ունենք սահմանազատման եւ սահմանագծման կանոնադրությունը, որը ես հիշում եմ խորհրդարանում վավերացնելու պահին էլ կար բուռն քննադատություն, որ ինչու եք շտապում, տեսեք Ադրբեջանը չի վավերացնելու, չի ստորագրելու, բայց մենք նաև ականատես եղանք, որ Կազանյան հանդիպումից հետո BRICS-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահը վերադառնում եւ ստորագրում է եւ երկուստեք ծանոթում է, սա հիմնարար փաստաթուղթ է, որը առաջին հերթին հաստատում է, որ երկու պետությունը ճանաչել են սահմանները եւ այդ սահմանները ճանաչել են ոչ ինչ որ վերացական լղոզված սահմաններ, այլ Ալմատիի հռչակագրի հիմքով, որն էլ իր հերթին պնդում է, որ ադմինիստրատիվ սահմանները ԽՍՀՄ փլուզումից հետո դառնում են պետական։ Եվ սա իրապես, գիտեք, ես տպավորություն եմ, որ այս գործընթացը թերագնահատվել է, այսինքն այսպես ըստ արժանվուն չի գնահատվել, ոչ թե որպես իշխանության կատարված աշխատանք, այլ որպես իրադարձություն, բայց սա իրապես շատ կարևոր է, որ երկու պետություններ երկարատև հակամարտությունից հետո միմյանց պետական սահման են ճանաչել եւ մենք ունենք արդեն դեմարկացված եւ դելիմիտացված մի փոքր սահման, իհարկե այս գործընթացը դեռևս պետք է շարունակական լինի։ Եվ խաղաղության պայմանագրի գործընթացը, բանակցային գործընթացին ես ծանոթ եմ եւ կարող եմ պնդել, որ այս 12 փոխանակումների ընթացքում երկու կողմերը հավասարապես փորձել են ոչ թե հաղթահարել միմյանց, այլ ստեղծել մի պայմանագիր, որը կկարողանա հիմք հանդիսանալ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաղթահարման։ Հաճախ է հնչում, որ սա ինչ որ զիջումային պարտվողական տեքստ է, բայց ուզում եմ հիշեցնել եւ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ իրականում խոսքը գնում է 17 հոդվածներից բաղկացած փաստաթղթի մասին, որտեղ որ ցանկացած ուրեմն ցանկացած հոդված, ցանկացած շեշտադրում վերաբերում է երկու կողմերին էլ։ Եվ չկա մի բան, ինչ պետք է անի հայկական կողմը եւ դա հրաժարվում է անել ադրբեջանական կողմը կամ հակառակը։ Այս իմաստով ես կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է այս երկու թղթերի, փաստաթղթերի, հիմնարար փաստաթղթերի շուրջ համաձայնության գալը, եւ ես կարծում եմ, որ շատ կարևոր է արձանագրել, որ այս պահին 50-ից ավել պետություններ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը բարձր գնահատելով ձևավորել են այնպիսի միջազգային կոնսոլիդացիա, որ կարող ենք ասել, որտեղ որ Ադրբեջանը ըստ էության մենակ է մնացել։ Տեսեք, դուք ասում եք, չեք կարծում, որ այստեղ զիջում կա, հա? Խաղաղության պայմանագրի տեքստում մենք գիտենք, որ երկու կետեր մնացել եւ այդ կետերի բովանդակությունը պարզ էր, բացահայտված էր, այսպես ասած։ Հա, դրանցից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Տվյալ դեպքում Ադրբեջանը այդ կետը հատկապես պնդում էր, ի նկատի ունենալով իհարկե հայկական կողմից եվրոպական դիտորդական, քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ այնտեղ տեղակայված է, որ դուրս բերվի։ Հայկական կողմի պատասխանն այն էր, գոնե մինչև վերջերս, որ եկեք դելիմիտացնենք սահմանը, դելիմիտացված հատվածներից դուրս գան, որովհետև այնտեղ կկանգնեն սահմանապահներ, ավելի քիչ զենք կլինի, ավելի քիչ ռազմականացված կլինի սահմանը եւ հանգիստ կլինի, խնդիր չկա։ Բայց հիմա հայկական կողմը փաստացի չի հասել այդ իր պնդման իրականացմանը, այլ եղել է ադրբեջանական պնդում, այսինքն դրան է համաձայնվել։ Սա զիջում չի։ Շատ լավ, այս երրորդ կողմերի սահմանի ներկայության մասով եղել են իհարկե շատ տարբեր քննարկումներ, ներթիմային եւ այլն։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ իրականում ԵՄ դիտորդական առաքելության հրավերի հիմքում եղած է եղել, այո, սահմանազատումն եւ սահմանագծումը, ինչպես նաեւ խաղաղության հաստատումը։ Իսկ մենք եվրոպական դիտորդական առաքելության հրավիրել ենք Հայաստան այն հիմքով, որ մենք գնում ենք խաղաղություն նկատի ունեմ իհարկե ոչ թե այն իրական խաղաղությունը, որը պայմանագրից անդին ենթադրում է ավելի մեծ աշխատանք, այ ուրեմն խաղաղության պայմանագրի կնքման
եւ իրականում այն լարվածության նվազումը, որն ապահովել է դիտորդական առաքելությունը, էականորեն բարելավել է նաեւ այս մթնոլորտը, որի ընթացքում երկու կողմերը կարող էին բանակցել։ Ըստ էության դիտորդական առաքելության մանդատը այսպես թե այնպես փոխվելու էր պայմանագրի կնքումից հետո, որովհետեւ այն գերագույն նպատակը, որ սահմանվել է, այն է խաղաղության հաստատում, փաստաթղթով լինելու էր։ Ես չեմ շտաբի պնդել, որ դիտորդական առաքելությունը Հայաստանում այլևս անելիք չունի, բայց սահմանի երկայնքով այո ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ ցանկած երկու կողմերն էլ, ընդ որում սա շատ կարեւոր է։ Այսինքն սա մի իրավունք է, որ երկու կողմերն էլ Ադրբեջանն էլ է համաձայնում, որ իր սահմանին ողջ երկայնքով որևէ երրորդ պետության, երրորդ ուժի ներկայություն ներկա չի լինել եւ նույնչափ մենք, որովհետեւ խաղաղության տրամաբանությունը հենց դա է հուշում։ Ձեր ասած տրամաբանությունը ավելի շատ կոնֆլիկտի շարունակականության տրամաբանության մեջ է գործում, այսինքն ենթադրվում է, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կոնֆլիկտային տրամաբանության մեջ նրանց անհրաժեշտություն լինել է։ Մենք մեր քայլերը եւ մեր ռետորաբանությունը եւ մեր աշխատանքը միջազգային հանրության հետ հենց կառուցում ենք այս տրամաբանությամբ խաղաղության հաստատման։ Լավ, բայց դուք Ադրբեջանին վստահում եք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիոն միտումներ չեն լինելու եւ դրա համար ասում եք խաղաղության տրամաբանությամբ իրանք չպետք է այնտեղ լինեն։ Մենք վստահում ենք միջազգային կարգին եւ որ այս խաղաղության պայմանագիրը, որը ողջունվել է ավելի քան 50 պետությունների կողմից, ուժ է ունենալու տարածաշրջանում էականորեն բարելավելու վիճակը։ Մենք իհարկե միամտորեն չենք կարող կարծել, որ այս խաղաղության պայմանագրի կնքումից հետո ամեն ինչ իդեալական է լինելու բարեադրացիական։ Դրա համար շատ ավելի տարբեր քայլեր են անհրաժեշտ, ինչպիսին օրինակ ենթակառուցվածքային խաղաղություն եմ սահմանում, այսինքն ապաշրջափակում, որը նպաստելու է առևտրին, տարածաշրջանային կապերի հաստատմանը եւ ի վերջո Ադրբեջանի եւ Հայաստանի շահերից է բխելու, որ ստաբիլություն լինի, որպեսզի բոլոր այս ֆինանսական հոսքերը արևմուտքից մինչեւ արևելք հանցեն հենց այս տարածաշրջանում։ Կարծում եք, որ Ադրբեջանի ստաբիլություն պետք է Հայաստանի հետ։ Թե Ադրբեջանին պետք է գերիշխանություն Հայաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի շահերից է բխում առհասարակ հարավային Կովկասի բոլոր պետությունների սուվերենության պահպանությունը, որովհետև ես կարծում եմ, որ մեր բոլորի սուվերենությունը փոխկապակցված է եւ այս առումով մենք իհարկե մի նավում ենք գտնվում։ Տեսեք, դուք ասացիք մենք հավատում ենք միջազգային կարգին։ Միջազգային ո՞ր կարգին։ Միջազգային կարգերը հիմա չգիտեմ, պայթում են ամեն օր եւ ամեն ժամ, փլուզվում են այն միջազգային կարգը, որ կար, չգիտեմ, 2 տարի առաջ, դա չկա, 10 տարի առաջ ընդհանրապես չկա, ձևափոխվել եւ կերպարանափոխվել է, որ կարգին եք հավատում։ Շատ լավ, իրականում ես սիրում եմ այս թեմայի շուրջ բանավիճել ընկերներից հետ, ես հավատում եմ, որ պատերազմները, որ հիմա տեղի են ունենում եւ բոլոր պետությունների ջանքերը կայունացման ուղղված է նաեւ միջազգային կարգի պահպանմանը, այսինքն գերագույն նպատակ գերպետությունների այդ միջազգային կարգի վերականգնումն է, որովհետև առհասարակ պետությունների կայունությունը, ֆինանսական հզորությունը կախված է հենց այդ միջազգային կարգի պահպանումից եւ տարածքային ամբողջականության պահպանում է, ամեն ինչը ուղղված է նաեւ այս կարգի վերականգնման։ Այո, ինքը փլուզման եզրին է, բայց ես նկատում ու տեսնում եմ այն պայքարը, որը ընթանում է հանուն դրա, եւ ես կարծում եմ, որ դրանից հանդին ոչ միայն պետությունները այստեղ մեծ դերակատարություն ունեն, այլ մեծ տրանսնացիոնալ կազմակերպությունները, որոնց գոյությունը ուղղակիորեն կապված է ստաբիլության, աշխարհում ստաբիլության հետ։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային կարգը փխրուն, բայց այնուամենայնիվ գոյություն ունի։ Աշխարհի ամենահզոր, գերհզոր պետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրա նոր ղեկավարությունը ասում է հետեւյալը, քանի որ դուք ասացիք տարածքային ամբողջականության պահպանության կամ դրա վերականգնման մասին, ասում է հետեւյալը. Ուկրաինան չի կարող վերադառնալ 91 թվականի սահմաններ, անգամ չի կարող վերադառնալ 2014 թվականի սահմաններ եւ պետք է հաշտվի այն իրավիճակի հետ, որ մոտավորապես տարածքի 20%-ը կորցրել է կամ գուցե ավել է, որ ասում եք տարածքային ամբողջականության վերականգնման կողմնակից են, ես ուզում եմ հասկանալ ով է կողմնակից։ Դե ես նկատի ունեմ Եվրամիության մեր բոլոր գործընկերներին, որոնք շատ հստակ են իրենց ուղերձներում, այդ ուղերձները ես լսել եմ։ Եվրամիությունը ուժ չի։ Եվրամիությունը ուժում է Ամերիկայից։ Շատ ճիշտ եք ասում, դրա համար Եվրամիությունում էլ ակտիվ վերափոխման մասին քննարկումներ են լինում իրանց ռազմական բյուջեի մեծացման ուղղությամբ առանձին պետություններ, ինչպիսին Գերմանիան, Ֆրանսիան, ուղղում են ավելի շատ ֆինանսավորում, բյուջետավորում դեպի պաշտպանական ոլորտ, բայց ես իհարկե լսել եմ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարությունները, ինձ էլ հետաքրքիր եւ ես հետեւում եմ, բայց ես չէի հիմա շտաբի ամփոփել ուկրաինական հակամարտություն եւ ասել ինչպիսին է ելքերը լինելու այս առումով։ Ամփոփել։ Գուցե։
Շատ լավ, տեսեք, Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը, որ գուցե բառացի չցիտեմ, մոտավորապես միտքը հետևյալն էր. խաղաղության, այսինքն նոր սահմանադրությունը չպետք է հակասի խաղաղության տրամաբանությանը, խաղաղության հաստատմանը, մեծ հաշվով խաղաղության պայմանագրին, հա։ Սովորաբար հակառակն է լինում։ Խաղաղության պայմանագիրը գալիս է, ստուգվում է ինքը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը թե ոչ, հետո հաստատվում կամ չի հաստատվում, հա։ Սա ինչ նոր մոդեցում է սահմանադրության ձևավորմանը։ Սա նոր մոդեցում չէ, ես դիտել եմ Տիկին Գալյանի ամբողջ ճեպազրույցի այդ պահին։ Տիկին Գալյանը շատ հստակ արձանագրում է, որ գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, եւ սա մեր պնդումը չէ միայն, սա նաեւ այսքան որպես քաղաքական, հա, թիմի անդամներ, սա նաեւ Սահմանադրական դատարանի ուրեմն հատուկ կարծիքում նշված այդ մասներ, որին որ անդրադարձել էր պարոն Գրիգորյանը, եւ սա հստակ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը վերաբերել է այնքանով, որքանով հղում կա հենց բուն սահմանադրության տեքստում։ Տիկին Գալյանին բարբերաբար այդ հարցը ուղղելուց հետո ինքը ասում է, որ նշում է, որ սահմանադրության նոր տեքստը առհասարակ պատրաստ չէ, բայց ինքը չպետք է հակասի առհասարակ խաղաղության գաղափարին, եւ ես կարծում եմ, այստեղ որևէ լրացուցիչ պարզաբանման կարիք չկա Հայաստանի Հանրապետության ինչպես գործող, այնպես էլ նոր սահմանադրությունը բնականաբար չի պարունակել որևէ տարածքային պահանջ հարևանների նկատմամբ եւ իր տրամաբանությամբ լինել է ժողովրդավար փաստաթուղթ, եթե այդպեսին որոշեն մեր քաղաքացիները բնականաբար։ Իսկ սահմանադրության ինչն է փոխվելու, եթե փոխվի, ինչպիսի քաղաքական պատվեր է հիմա կարելի ասել իջեցվել սահմանադրության փոփոխության հետ կապված։ Իհարկե, բովանդակությունը մենք չենք կարող հիմա ձեզ հետ գրել, բայց քաղաքական պատվերը ո՞րն է, որ փոխվի օրինակ սահմանադրության մեջ իշխանության տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքներին վերաբերող հատվածը, թե փոխվի անկախության հռչակագրին հղում անելու հատվածը։ Ես ուրեմն պետք է հիշեցնեմ, նախ արձանագրեմ, որ փետրվարի 7-ին, եթե չեմ սխալվում, 2020 թվականի, այսինքն որ դեռ տեղություն ունեցել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը եւ առհասարակ այս բոլոր քննարկումները չկային, վարչապետը հանրայինին դրված իր հարցազրույցում նկարագրում է, որ այնքան շատ փոփոխություններ են նախանշվում սահմանադրության մեջ, որ գուցե կարիքը լինի նոր սահմանադրության։ Ուզում եմ արձանագրենք նախ եւ առաջ այս փաստը։ Ես հետևում եմ, անդամ չեմ այդ հանձնաժողովի, որ զբաղվում է սահմանադրական փոփոխությունների, բայց լուսաբանվում է եւ ես հետևում եմ եւ ես գրեթե երբեք չեմ նկատել, այսինքն այնքան որքանով դիտել եմ, երբեք չեմ նկատել, որ որևէ որոշում կա, որի շուրջ պետք է կոնսենսուս ձևավորվի, այսինքն քաղաքական պատվերի տրամաբանությամբ, եւ դա առհասարակ անհնար է գրեթե, որովհետեւ այդ հանձնաժողովը գիտեք, որ կան քաղաքացիական ներկայացուցիչներ, հրավիրված են անդիմության ներկայացուցիչներ, եւ շատ տեսանելի է ուղիղ եթերով հեռարձակվում, թե ինչպես են մարդիկ քննարկում զուտ իրավական առումով տեքստ, որը երբեմն շատ մեծ է, այսինքն կարիք կա ոչ ամեն ինչ կարգավորելու սահմանադրությամբ, օրինակ եթե ազգային ժողով գործունեությունն ենք, հա, ես որպես падգամավոր դիտարկում, այնտեղ նույնիսկ հստակեցված է, թե ազգային ժողովում քանի հանձնաժողով պետք է լինի եւ այլն, այսինքն այս առումով զուտ իրավական գործընթաց է, որոնք կարգավորում են։ Որպես այդպեսին քաղաքական պատվեր իհարկե չկա, քաղաքական պատվեր կա այնքանով, որ պետք է գիտակ մարդիկ աշխատեն նոր սահմանադրության տեքստի վրա, որտեղ որ կան գործող սահմանադրության եւ տարբեր կարգավորումների մեջ խզումներ եւ ամենամեծ քաղաքական կոմպոնենտը այս գործընթացում ինձ համար լեգիտիմության հաստատումն է, որովհետեւ ես միջև падգամավոր լինել տարբեր հասարակական կազմակերպությունների միջազգային կառույցներում եմ աշխատել եմ որպես դիտորդ եւ կարող եմ պնդել, որ վերջի սահմանադրությունը առնվազն, որ տեսել եմ, դիտորդ եմ եղել, շոշափել եմ, զգացել եմ, ընդունվել է կեղծիքներով եւ մեր սահմանադրությունը խիստ լեգիտիմության բացակայությամբ է ընդունվել եւ ես կարծում եմ, որ այն փաստաթուղթը, որը կարգավորում է բոլոր Հայաստանի Հանրապետության բոլոր բացառապես քաղաքացիների առօրյան պետք է լինի ամենալեգիտիմ փաստաթուղթը Հայաստանում։ Բացառում եք, որ սահմանադրության մեջ լինի այնպիսի փոփոխություններ, որոնք կմեկնաբանվեն, կհասկացվեն կամ ուղղակի ցույց կդնեն, որ սահմանադրությունը այսինքն այն կապը չի լինի անկախության հռչակագրի հետ, ինչպիսին այսօր կա։ Ես նման բան բացառել իհարկե չեմ կարող, որովհետև հանձնաժողովը կներկայացնի նախագիծը, մենք բոլորս ականատես կլինենք, թե ինչ փոփոխություններ են այդտեղ լինելու, իսկ անկախության հռչակագրի մասով գիտեք, որ այս մասին առհասարակ խոսակցություն պարբերաբար տեղի է ունենում, ես էլ եմ հետևում այդ խոսակցությանը, իդեպ արխիվից խնդրել եմ եւ ինձ փոխանցել են անկախության հռչակագրի քննարկումները Գերագույն խորհրդի, որտեղ շատ հետաքրքիր քննարկումներ են եղել։ Շատ հետաքրքիր քննարկումներ, ես ցավոք սրտի
այսպես ականատեսը դրա չի կարող լինել, բայց ես կարդացել եմ ամբողջ սահագրությունը եւ տեսնում եմ, թե ինչ միջավայրում է առհասարակ անկախության հռչակագիրը ընդունվել եւ ինչ շեշտադրումներ, ինչ անհանգստություններ կային այն ժամանակ։ Այս անկախության հռչակագիրը ինքը պատմական փաստաթուղթ է, բայց արդյոք ինքը վերարկության կարիք ունի այս առումով։ Ես օրինակ վստահ չեմ, որովհետև ինքը մի փաստաթուղթ է, որը ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից, քաղաքական թեժ քննարկումների արդյունքում եւ եղել է պահի արձանագրում քաղաքական կուսակցությունների, падգամավորների կոնսենսուսով, հա, որոշ չափով կոնսենսուսով, օրինակ ես նայում եմ առաջարկներ, այնտեղ կային առաջարկներ, որ պարզապես ինձ համար անհասկանալի է, ոնց են մտածել նման առաջարկներով հանդես գալ։ Պահաներ ուրիշ ընդհանրապես։ Շատ լավ, հասկացա։ Տեսեք, դուք ասացիք նրա մասին, որ ամենակարևոր խնդիրը լեգիտիմության հարցն է, սահմանադրությունների հետ կապված։ Մենք ունենք եւ գաղտնիք չեմ բացահայտի, որ մենք ունենք հիմա բավական պառակտված իրավիճակ հասարակությունում կամ absenteism-ի բավական մեծ աճ, մարդիկ չեն մասնակցում ընտրությունների կամ այդ ընտրությունների հետ շատ մեծ հույսեր չեն կապում։ Երևանի հավաքանու ընտրությունները դրա մասին էին խոսում։ Դրանից առաջ համապետական ընտրությունները եւս այնպես չէ, որ շատ մեծ մասնակցություն կար, այդ մեծ մասնակցությունը եւս չկար։ Այս պայմաններում, հա, բավական հանրային, այսպես ներհանրային լարվածության պայմաններում գնալ սահմանադրական փոփոխությունների եւ դա դնել հանրության դատին, քվեարկության։ Չէ, կարծում որ սա եւս ինչ որ, չգիտեմ, պահը իսկապես այն չի, որ ընդունվի նոր սահմանադրություն, պահը որ քվեարկվի նոր սահմանադրություն, սա եւս կարող է մերժման մթնոլորտում անցնել, դա վախը չկա։ Քաղաքական գործընթացների նկատմամբ ընդհանուր առմամբ եւ ուսումնասիրում եմ նաեւ եվրոպական տենդենսները, ընդհանուր առմամբ կա բավականին ցածր հետաքրքրվածություն, բացառություն է երևի եղել է Գերմանիայի վերջին ընտրությունների, դե որտեղ բավականին բարձր մասնակցություն է եղել։ Ինչ վերաբերում 21 թվականի ընտրություններին, ես ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրն ավելի շատ ձայն է ստացել, քան հետհեղափոխական արտահերթ ընտրություններում, այսինքն այս մասով էլ, հա, մեծ աջակի 750,000 ձայն, որն ավելի է եղել։ Կարող ենք մի հատ ճշտել, ես դուք համամասնակ բար իմ նկատի ունեք, թե բացարձակ թվերով։ Բացարձակ թվերով։ Չէ, 600 քանի հազար ստացել է 21 թվականին, 700 քանի հազար, եթե չեմ սխալվում։ Շատ լավ, գուցե այստեղ թվերի միջև տարբերություն լինի, բայց ես հիշում եմ, որ առհասարակ համապետական մասնակցությունը 21-ին ցածր չի եղել, գուցե Երևանի ընտրություններում ցածր է եղել, համաձայն եմ, բայց այստեղ մենք Չէ, Երևանի ընտրություններից բարձր, բայց 50+1 էլ չէր, այսպես ասեմ։ Շատ լավ, եւ պետք է նաեւ արձանագրենք այստեղ, որ հետ պատերազմյան այս ֆրուստրացիոն իրավիճակում նաեւ դրանով պայմանավորված մարդկանց մոտ առհասարակ ինչ-որ ապատիկ տրամադրություններ էին քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց կրկին դա ավելի կարեւոր փաստարկ չէ, քան լեգիտիմության բացակայությունը ինձ համար առնվազն, որովհետեւ ես կարծում եմ, որ առհասարակ մենք պետք է այս մթնոլորտը հաղթահարելու համար խոսակցություն ունենանք սահմանադրության շուրջ։ Սա ինձ համար առաջնահերթություն է, որովհետև ես զգում եմ, որ մարդկանց բողոքի մեջ դեռ կա այս արդարության վերականգնման զգացումի պակասություն, այ թե ես օրինակ ինձ հարցնեք ամենաշատը ինչից են բողոքում, այս կլինի արդարության դեֆիցիտը լինի։ Եվ այս ամեն ինչը պետք է կարգավորվի, այդ մթնոլորտը հաղթահարվի իմ պատկերացմամբ։ Նոր սահմանադրության ընդունման շուրջ քննարկումներով եւ ընդունմամբ, բայց դրան դեռ երկար ճանապարհ կա, գիտեք, որ նոր տեքստը դեռևս պատրաստ չէ, քիչ հավանական է, որ մինչև 26 թվականի ընտրությունները որևէ հանրաքվե կանցկացվի, ավելի հավանական է, որ դրանք կանցկացվեն հերթական ընտրություններից հետո։ Եթե մտածենք մի բան, որ Ադրբեջանը մինչև այդ շարունակելու է պնդել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, այսինքն չի ստորագրվի մինչև չլինեն սահմանադրական փոփոխություններ։ Սա արդյոք նշանակում է, որ մենք խաղաղության պայմանագիր մինչև 2026 թվականի վերջը դժվար թե ունենանք ստորագրված։ Տեսեք, այստեղ երկու տրամաբանություն եմ ուզում առաջարկել, նախ խաղաղության պայմանագրի տեքստում սահմանադրության որևէ հղում չկա։ Այո, բայց նախապայման կա իրենց կողմից։ Եվ ասեմ ավելի, սահմանադրությունների ենթադրյալ իրենց պատկերացրած խնդիրների մասին եւ ներքին օրենսդրության մասին կա պայմանագրի տեքստում, որ կողմերը պարտավորվում են կատարել խաղաղության պայմանագրի բոլոր կետերը եւ հնարավորություն ունեն հղում անել ներքին օրենսդրության, այսինքն այստեղ անհասկանալի։ Երկրորդը մենք շարունակաբար պնդելու ենք, որ մեր սահմանադրության մեջ որևէ խնդիր չկա, բայց եթե Ադրբեջանը դրա վերահաստատման կարիքն ունի, մենք պատրաստ ենք երկուսով, որովհետև մենք էլ հակառակ պնդումը կարող ենք անել, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության
այո, հղում անելով 1918 թվականի ուրեմն հանրապետության, բայց ստեղ է հենց մեխը, որ մենք համաձայնել ենք, որ չենք հղում անելու ներքին օրենսդրության, բայց այնուամենայնիվ մենք պատրաստ ենք երկուսով ուղարկել մեր սահմանադրությունները օրինակ Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, սա էլ տարբերակ կարող է լինել։ Փորձաքննության ինչի համար որ կա ընտարածքային պահանջ թե չկա։ Այո, դրա մենք պնդում ենք, որ չկա դա հաստատելու եւ նրանցում որ կա եւ ինչու մենք դրան հղում չենք անում, որովհետեւ երկու կողմերը համաձայնել են հղում չանել ներքին օրենսդրությանը։ Հասկանալի է։ Տեսեք, սա խաղաղության պայմանագրի հետ կապված մամուլում եւ ոչ միայն մամուլում, սոցցանցերում նաեւ տեղեկատվություն է շրջանառվում, որ հայկական կողմը դիտարկում է միակողմանի ստորագրելու հավանականությունը կամ հնարավորությունը։ Ես չեմ պատկերացնում դա ինչպես է լինելու, բայց կա արդյոք նման քննարկում։ Ես նման որևէ քննարկում ներկա չեմ եղել եւ չեմ պատկերացնում։ Մենք համաձայնել ենք տեքստի շուրջ, այսինքն ինչը բանավոր նշանակում է, նաեւ պատրաստ ենք ստորագրել, ճիշտ է։ Այսինքն ամեն դեպքում առանց Ադրբեջանի ստորագրման հայկական կողմը ստորագրի ասես է։ Բառացի քաղաքական հայտարարությունը նշանակում է բանավոր ստորագրություն, բայց չեմ պատկերացնում ստորագրենք եւ։ Տիկին Ղազարյան, վերջերս եղավ արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարություն նրա մասին, որ հայ-ռուսական այսպես ԱԳՆ-ների միջև խորհրդակցություն է սկսվել, արտաքին գործերի փոխնախարարներ Մոսկվայում գտնվում եւ բավական մեծ տեքստեր, այնտեղ հայկական կողմը ներկայացրել է արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, խաղաղության խաչմերուկը եւ այլը, մոտավորապես նման էր այդ տեքստը նրան, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչ որ նոր էտապ է սկսել։ Կա նման բան եւ կա արդյոք տեսնում եք չգիտեմ, ներսից գուցե ինչ-որ բան ասեք, հա, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը եւ այս ընթացքում վարչապետը հայտնեց Վլադիմիր Պուտինին եւ ոչ միայն իրեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչպես նաեւ հայտարարվեց նրա մասին, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է մայիսի 9-ի պարադին Մոսկվայում, հա, հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան է փոխվում։ Ես պետք է արձանագրեմ, որ փոխնախարարների հանդիպումից զատ ես առհասարակ հայ-ռուսական հարաբերություններում տրամաբանության, բովանդակության փոփոխություն նկատել եմ եւ սա նոր փոփոխություն չէ, որ ես նկատել եմ, տևական ժամանակ է, որ հայ-ռուսական հարաբերությունները դարձել են ավելի ազնիվ, բայց միաժամանակ փոխադարձաբար սուվերենության եւ ինքնիշխանության հարգանքի սկզբունքով մենք կարողանում ենք քննարկել բարդ թեմաներ, մենք կարողանում ենք պայմանավորվել բարդ թեմաների շուրջ, բայց ես կարծում եմ, որ այս անկեղծություններից շահելու է առհասարակ հարաբերությունները շահելու են եւ ասեմ ավելի, երբ որ ես ասում եմ, որ խաղաղության դարաշրջան պետք է բացվի տարածաշրջանում եւ Հայաստանը խաղաղվի իր հարևանության հետ, ես նկատի ունեմ նաեւ առհասարակ լայն հարևանություն։ Ես կարծում եմ, որ այս նոր բովանդակությունը, որ հաղորդվել է հայ-ռուսական հարաբերություններին, կարևոր է, դրանք ձևով են փոխվել իմ տեսանելիության ծիրում, իմ վերլուծությունների ծիրում եւ ես սա կարեւոր եմ համարում։ Մենք չպետք է ծայրահեղությունից մի ծայրահեղություն ընկնենք եւ փորձենք հա այդ հակա ինչ որ պետություն հարաբերություններ փոխարինենք նոր հակա ինչ որ այլ պետությունների նկատմամբ վերաբերմունքով։ Ես առհասարակ կարծում եմ, որ Հայաստանը պետք է առաջնորդվի մինիմալ թշնամիներ ունենալու եւ զարգացնելու փոխկապվածությունը տարբեր պետությունների հետ։ Այս տրամաբանության ծիրում հայ-ռուսական հարաբերությունները բնականաբար փոխվել են։ Տեսեք, Հայաստանը ընդունել է Հռոմի ստատուտը եւ ավերացրել է ընդունելով միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան, հա, եւ միջազգային քրեական դատարան դա այն կառույցն է, որ Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Հիմա վարչապետը մեկնում է Մոսկվա եւ պետք է հանդիպի Պուտինին։ Սա ինչ որ խզվածք չի առաջացնում։ Չէ, սա խզվածք բացառապես չի առաջացնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորագրման պահին ակտիվ բանակցություններ տեղի ունեցել Ռուսաստանի հետ, ունենալու նմանատիպ փաստաթուղթ, ինչպես այլ պետության հետ մենք ունենք, իդեպ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Որոնք հիմա սանկցիա են կիրառում մարդուրանք միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Այո, բայց նմանատիպ փաստաթուղթ, նման բովանդակ փաստաթուղթ կա եւ այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք նույն ունենալ մեր ռուս գործընկերներին։ Այո, ըստ էության մեր կողմից որևէ խզվածք մեր արտաքին քաղաքականության մեջ չկա։ Իդեպ մայիսի 9-ի մասով ես վստահ չեմ, որ հաստատում եղել է վարչապետի աշխատակազմից։ Եղել է հաստատում։ Եղել է հաստատում, որ մասը, եթե ես չեմ սխալվում, եղել է հաստատում։ Այնուամենայնիվ սա չեմ ասում, որովհետև կարծում եմ չպետք է մասնակցել կամ կարծում եմ պարզապես տեղեկատվության ամբողջությամբ չեմ տիրապետում։ Եվ վերջին հարցը, Հայաստանի խորհրդարանը կընդունի պրոեվրոպական կամ եվրոպամետ ուժերի ներկայացրած օրենքի նախագիծը, որով Հայաստանը պետք է
գործընթաց սկսի Եվրոպական միությանն անդամակցելու համար։ Այո, տեղի կունենա հանձնաժողովի նիստ, մեր քաղաքական դիրքորոշման մասին տեղեկացրել ենք քանիցս, թերևս տարբեր շեշտադրումներ ունենք եւ պատկերացումներ ունենք այս գործընթացի մեկնարկի մասով, բայց նախագիծը կընդունվի խորհրդանի կողմից։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Civilnet-ի տաղավարում ես զրուցեցի Սոնա Ղազարյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։